Բարև ձեզ, ես Մարկն եմ։ Ես հիմա ձեզ կպատմեմ այն հեքիաթների և գրքերի մասին, որոնք կարդացել եմ արձակուրդների ժամանակ։ Ես կարդացել եմ Երկարագույն Պիպին, որի հեղինակը Աստրիդ Լինդգրենն է։ Գիրքը մի աղջկա մասին է, ով շատ չարաճճի է և գերբնական ուժեղ։ Պիպին այնքան ուժեղ էր, որ իր ձիուն երկու ձեռքերով բարձրացնում էր օդ։ Գրքի ամենածիծաղելի հատվածն այն է, որ գողերը մտնում են Պիպիին թալանելու, Պիպին նրանց պատմում է պարոն Նիլսոնի մասին, գողերը կարծում են, թե պարոն Նիլսոնը Պիպիի հայրն է և արագ փախչում տնից։ Հաջորդ գիրքը, որ կարդացել եմ արձակուրդներին, Ազատ Շահինյանի գիրքն է, որի վերնագիրը «Տղան և նրա բարի թզուկներն» են։ Այս գիրքը մի փոքրիկ տղայի մասին էր, ով ուներ երկու լավ ընկեր և 3 շատ բարի թզուկներ։ Գրքի ամենածիծաղելի հատվածն այն է, որ տղան մտածում է, թե դանակ մկրած սրող պապիկը կարող է հաշվել աստղերը։ Տղան շատ բարի էր, մտահոգվում էր իր շրջապատի բոլոր մարդկանց մասին և թզուկներին խնդրում էր, որ նրանց բարի երազներ տան։ Նա շատ էր վրդովել, երբ թզուկները խառնել էին բոլորի երազները։ Բայց այդ ամենն անցավ, երբ նա քնից արթնացավ, և այն տղայի մոտոցիկլետը, որը կոտրվել էր, տեսավ, որ արդեն վերանորոգված է, և նրանք միասին գնացին զվարճանալու։ Կարդացել եմ նաև Աստրիդ Լինդգրենի Էմիլ Լոենբերգից հեքիաթը։ Գիրքը մի չարաճճի, անվախ և միաժամանակ ճկուն տղայի մասին է։ Տղան այնքան չարաճճի էր, որ մի անգամ նրան փակել էին մառանում և մոռացել էին նրա մասին։ Բայց նա այնքան ճկուն էր, որ կարողացել էր պատուհանից դուրս թռչել, և նույնիսկ նրան եղջները չէին վախեցրել։ Տղան շատ չարաճճի էր, բայց մայրը հավատում էր, որ տղան կմեծանա և ամեն ինչ շատ լավ կլինի։ Կարդացել եմ Ջանի Ռոդարի Ջելսոմինոյի արկածները գիրքը։ Գիրքը մի ազնիվ և բարի տղայի մասին է, ով շատ բարձր ձայն ունի, և ամեն անգամ նրա խոսելուց ինչ-որ բան կոտրվում է։ Ուսուցչուհին հասնում է նրա անվանը, մի բան կոտրվում է, օրինակ պատուհանը, գրատախտակը։ Ջելսոմինոն շատ էր սիրում ճամփորդել։ Մի անգամ ճամփորդեց և ընկավ խաբեբաների աշխարհ։ Նա իր ձայնով կարողացավ ուղղել այդ աշխարհը։ Ջելսոմինոն շատ խաղաղասեր էր և պատերազմի փոխարեն առաջարկեց ֆուտբոլ խաղալ և այդպես որոշել, ով է հաղթողը։ Կարդացել եմ նաև Սաղաթել Հարությունյանի Տիպի Լիպինդոն, Տիմբական և ծիծաղը գիրքը։ Գիրքը 3 երեխաների մասին էր՝ Մանուշի, Հասմիկի և Տարոնի, և 2 չար կախարդների մասին էր, ովքեր կորցրել էին իրենց շնորհը կախարդական բարի գործ անելու համար։ Գիրքը շատ եմ հավանել և խորհուրդ կտամ բոլորին կարդալ։